Տարիների պատմություն ունեցող գնունու շուկայի տաղավարների ու կրպակների փոխարեն նույն տեղում հիմա մեծ հողաշերտ է, պոկված լարեր եւ ավտոկայանատեղի։ Երեկ առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժեցին գնունու շինանյութի շուկայի տաղավարները, որոնք ըստ Google-ի քարտեզի 2000-ականներից այդտեղ էին տեղակայված։ Արմլուրի հետ զրույցում աշխատակիցներն ասել են, թե կրպակները, որոնցում իրենց գործունեությունն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։ Նրանք նաև նշել են, թե իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։ Շատերը տեղավորվել են շուկայի ներսում, մյուսները վաճառվող ապրանքները տուն են տարել, սպասում են, տեսնեն, թե ինչ կկարողանան անել։ Շուկայի ներսի աշխատակիցները հարցին, թե ճիշտ է արել Երևանի քաղաքապետարանը, որ քանդել է կրպակները, միաձայն պատասխաններ հնչեցրին։ Ճիշտ են արել։ Որ ուզում ես իմանաս, հա, մայթը պետք է սովորական երեխան, կինը կայլասկով անցնեն։ Ետեք ուզում իմանաք։ Շատերին վնաս է, բայց պետք է մտածենք ովշի մարդկության համար։ Մի կին երեխաները գնա, ոնց գնա, հենի շոշը գնա։ Ես գտնում որ ճիշտ է։ Ինձ շատ վնասել է, բայց ովշի որ վեկալում ենք մեր ազգի համար, դա ճիշտ է։ Ասում են անօրինական է դրած։ Երկա 90-ական թվերից դրել են, բայց մայթի վրա էր։ Մանտե լուսավորությունն ուզում քաշեն, խանգարում են։ Դրա համար այդ պատճառաբանությամբ։ Իսկ կարող է մենակ զգուշացրել էին միջև գալը։ 4 ամիս առաջ զգուշացրել են։ Իսկ տերերը ոչ մի բան չէին արել աշխատակիցները։ Չարել էին, հավաքվել էին, ամեն մեկ իր ճարը տեսել է։ Բայց մայթը լրիվ ազատելու են, էլի իրանց քաղաքապետարան երեք որ խոսում էր, ասեց լրիվ մաքրել են։ Մի կողմից վատ է, որ բանը ժողովրդին դիվադատար արեցի։ Բայց որ նայում ես մայթ է, էլի, երևի ինձ թվում է ըստ պետության բաների, այլ մարդը պետք բոլորին էլի։ Երկուսով երկու հոգի իրար կողքի չեն կարող անցնեին։ Լրիվ ասենք փակ էր։ Հիմա բաց է, լրիվ նորմալ է։ Ինչ ա եղել։ Այդ ժողովուրդին էլ մի մասը տեղավորում ասել, մի մասը էսել, մի մասն էլ ասի հոգեբուժական։ Որտեղ կոմունիկացիաները, բաները, այդ հոսանքները տենում եք ինչ խուլիգան ձևի, գետնի տակով անցնելու է նորմալ, ծառեր են տնկելու, ասֆալտ են անելու, մնացածը ստայանք են մեծանում։ Բացի լավից։ Ճիշտ է, մի կողմը դուժում է, մի կողմը մի քիչ շահում է, ինչ անես դա։ Արմլուրի հետ զրույցում կրպակի սեփականատերերից մեկն էլ պատմում է, թե ինչ իրավիճակում է հայտնվել։ Վարկեր ունի փակելու, սակայն խանութը վերաբացելու տեղ չունի։ Ձեզ ասել էին, որ գալու են, սենց քանդելու են դրան։ Հա, մի ամիս առաջ ասել են։ Ապրանքը տունը լցել ենք, տենանք տեղ կարանք, ճարենք։ Մնում մտածենք ինչ անենք, որ բանկերի վարկը, ամարկը, էլի կարանանք փակենք։ Բայց օրինակ շուկայում շատերի հետ խոսեցինք, ասեցին լավ են արել, որ քանդել են, որտեղ մայթը բացվել է առաջ տեղով չէին կարողանում։ Հետո որ տեղումներ իր դեմը բացվել է, էլի ուրախացել են, չէ՞։ Բնական չի։ Իրանց առևտուրը ավելի շատ կա։ Տեղն էս մի գոմի նման տեղ ա, ով է այդում։ Մտնես զզվել է կկան էսը։ Այդ լավ կլինի, ինձ թվում է։ Էս ավտոյի տեղն է եղել իմ տեղը։ Լավ կլինի, չեմ մանում։ Հուսով ապրում ենք էլի բոլորս։ Հարկ է նշել, որ կրպակներից մի քանիսը դեռ չեն քանդվել, նշում են, որ փաստաթուղթ ունեն, սակայն իրենց էլ մեկ ամիս ժամանակ են տվել, հետո դրանք էլ են քանդելու։ Ձեր մարդի բանակցան այս է դախալնելու, մեզ չի որ սա չի դուրս գալու։ Ձեր փաստաթղթերը ոչ մի նշանակություն չունի։ Դեպի բանակցան են արտադրողներ առաջարկում են, դեպի ինչ հնչոց է։ Իսկ ճիշտ է, որ դա դեպի տվել քաղաքապետարան։ Այդպես բանը չունենք մար։ Իսկ կարող է պատրաստ լինել դա դիտել, որ ձեր տեղ Չենք որոշել։